Տիկին Թովմասյան, դուք հաշվեկնիչ հանձնաժողովի անդամ եք, արդյոք բոլորը քվեարկեցին պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու դեմ։ Ես ուզում եմ ասել, որ այո, քվեարկությունը, այսպես ասեմ, բաց եւ թափանցիկ էր այդ իմաստով, բոլորը գնացել ու կողմ էին քվեարկել դատախազի միջնորդությանը, եւ այստեղ տարակուսելին գիտեք ինչն էր, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորները դահլիճում այտենց անհասկանալի հարցեր էին տալիս դատախազին, ասում էին, որ դուք չհամոզեցիք, փաստարկներ կան, որ մենք չենք հավատում, փաստարկներ կան, որ միջնորդության մեջ հավաստի չեն, հավատարժան չեն, այսինքն դատախազի միջնորդությունը քննադատեցին, հետո գնացին փակվեցին այն սենյակում ու երևի SMS հրահանգ ստացան ու եկան անմիջապես բոլորը մի մարդու նման կողմ քվեարկեցին եւ իրենց գործընկերների անձեռնամխելիությունից զրկեցին։ Եվ այս պատմության մեջ երկրորդ հետաքրքիր, ուշագրավ, տարօրինակ բանն այն էր, որ փաստորեն ենթադրաբար Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը կողմ են քվեարկել Տարոն Մարգարյանին անձեռնամխելիությունից զրկելու համար, որովհետեւ նույն 67 քվեն ստացել է Տարոն Մարգարյանը, բայց Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը ըստ ամենայնի հենց իրենք են եղել, որ Հովիկ Աղազարյանի միջնորդությանը դեմ են քվեարկել եւ նա ստացել է 65 կողմ ձայներ։ Սա Մարգարյանի դեպքում 0 ձայն դեմ է եղել։ Այսինքն Տարոն Մարգարյանի դեպքում միաձայն է անցել դատախազի միջնորդության քվեարկությունը եւ ստացվում է, որ Հովիկ Աղազարյանը, որը անարդարության զոհ է, Հովիկ Աղազարյանը, որը խոսում էր ազգային ժողովի ամբիոնից արդարության մասին եւ ասում էր, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, որ Նիկոլ Փաշինյանը այն գործիչն է, որը իրականությունից կտրվել է եւ սկսել է ոչ իրականության վերաբերվող կամ ոչ իրական հրահանգներ տալ, այսինքն դժգոհելով ԿՊ-ից գնաց եւ բերեց քվեարկություն մեզ մատուցեց դատախազի միջնորդությանը իր կողմ քվեաթերթիկով։ Սա ոչ այլ ինչ է, քան անհասկանալի երկակի ստանդարտի կիրառում, որովհետև ես չէի պատկերացնում, որ արդարության մասին խոսող մարդը կարող է դատախազի այդ փուչ մեղադրանքին կողմ քվեարկել։ Այսինքն ինչին էիք կողմ։ Այն դատախազի այն միջնորդությանը, որ 7 տարի քննել են, 7 տարվա ընթացքում քննել, հիմա հասկացել են, որ չէ, մեղադրանքի վերավորակում պիտի անեն, որ ոչ թե պաշտոնական դիրքի չարաշահում է եղել, այլ փողերի լվացում։ Կամ Տարոն Մարգարյանը մեղադրվում է այն բանի համար, որ ուսումնական հաստատություններին հարակից տարածքներ է օտարել ոչ ուսումնական նպատակով։ Եկեք ձեզ քանի կառավարության որոշում եք ուզում բերեմ, կառավարության որոշմամբ Նիկոլ Փաշինյանի ստորագրմամբ նմանաբովանդակ որոշումներ են կայացվել։ Բա ինչի Նիկոլ Փաշինյանը չի պատժվում։ Նույն բանն է արել, ինչ Տարոն Մարգարյանը, հասկանում եք, նույն բառացիորեն նույն բանը։ Հետո այս երկակի ստանդարտները ո՞ւր են գնում։ Այսինքն լավ, հիմա Տարոն Մարգարյանին անձեռնամխելիությունից զրկեցիք, գնաք մի 7 տարի էլ այս գործը կքննեք, բայց դրանից հո արդարությունը չվերականգնվեց։ Եվ այս առումով կուզեմ մի հատ էլ այնց հումորային նկատառում անկեղծորեն ուզում էի այդ քվեաթերթիկները, որ բացում էին, ուզում էի մի հոգի գոնե լիներ, որ այդ քվեաթերթիկներից մեկի մեջ սրտիկ նկարածել ներ Աղազարյանին համար, որովհետև վերջի Հովիկ Աղազարյանի հետ թիմակիցներ են եղել երկար տարիների, գոնե մի հոգի թաքուն, ինչ որ ձև չեմ ասում փոքրիկ դիմադրություն, փոքրիկ վերաբերմունք դներ, հա գաղտնի քվեարկություն էր։ Այն մարդ կարար նկարեր վարչապետին ցույց տար ոնց որ ավանդույթը, որտեղ այնտեղից լսվում էր նույնիսկ նկարելու ձայները հեռախոսի, ես որ նստած էի, բայց այնուամենայնիվ նկարելուց հետո կարող եք այդ սրտիկը նկարելի, վերջո ձեզ որևէ մեկը չէր արգելում, ձեր նախկին գործընկերոջ նկատմամբ որևէ վերաբերմունք արտահայտել։ Այդ սրտիկը չկար, շատ տխուր եմ այդ առիթով, որ Աղազարյանին որևէ մեկը սրտիկ չնկարեց։ Տիկին Թոմասյան, այսինքն լսել եք նկարելու ձայները դուք քվեարկության ժամանակ նստած եք։ Այո, ես 2 անգամ լսեցի, ուղղակի չկարողացա ֆիքսել ով էր, որ այդ պահին հեռախոսի մեջ էի, ցավոք սրտի, թե չէ Գիրակյանը մեզ խոստովանել է, որ ինքը նկարում է, մեկը ստեցի։ Մեկը հայտնի է, հա։ Չէ, ես գիտեմ, որ դա համատարած է, որովհետև իրենց մոտ երկար ժամանակ բարքերի փոփոխություն է տեղի ունեցել եւ իրենք երկար ժամանակ արդեն նկարում են որպես ապացույց, որպես հավատարմության նշան, որ այն ինչ կայացվել է խմբակցության նիստում, SMS հրահանգի արդյունքում ամբողջությամբ պիտի կատարվի։